Անցած մի քանի օրերին էլի տարբեր օտարերկրացիների հետ եմ շփվել եւ ենթադրություն կար եվրոպացիների, հա։ Ենթադրություն կար, որ շատ հնարավոր է մինչեւ ընտրությունները հնարավոր է որ բավականին տպավորիչ եւ ազդեցիկ լուր լինի այն մասին, որ Հայաստանի քաղաքացիները օգտվելու են Եվրամիություն ազատ առանց վիզա այցելելու հնարավորությունից։ Այդ հնարավորությունը ոչ թե կսահմանվի մինչև ընտրությունները, բայց չափազանց լուրջ հայտարարություն կլինի։ Այս կապակցությամբ պիտի հիշեցնեմ, հա 74 կետից բաղկացած պարտավորություն ունի Հայաստանը տարբեր տեխնիկական խնդիրներ կարգավորել անձնագրերի տեսակներից սկսած անցակետերով, բաներով, որը պիտի կատարի, որից հետո Եվրամիությունը կնայի, կստուգի, կասի, այստեղ զաչոտ, հա, ստուգարք։ Այս մի կետը չկա, չէ, ուրեմն չեք ստանում։ Կարգը այդպեսին է։ 74 կետերի հետ կապված Հայաստանի իշխանությունը բավականին հավակնոտ հայտարարություններ արել, որ ինքը դա անող է, կանեմ ես։ Հա, եւ տարբեր ազդակներ ունեմ ես եվրոպական միության պաշտոնյաներից եւ թույլ տվեք ասել, լավ, չմանրամասնեմ էլի, որ չի բացառվում, որ մինչեւ ընտրությունները այդպիսի մի լուր մենք ունենանք։ Մոտավորապես այսպես էլի, ասենք մայիսի սկզբին հունիսի սկզբին հայտարարվի, որ մինչև հուլիսի վերջը արդեն կունենաք առանց վիզայի ռեժիմ։ Հա, սա իհարկե բան կլինի, գործող իշխանությունների օգտին միավոր կլինի, սա նկատի ունենանք, սա իմիջայլոց էլի։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։